Այ, ես նկարում եք, այսենց ուրեմն չիմացանք ինչպես անցավ տարին, արև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր 2025-ի դեկտեմբերի 31-ն է, փորձեմ մի փոքր ամփոփեմ տարին, ինչպիսի տարի էր 2025-ը, սովորականից մի քիչ անսովոր, կարելի ասել, ուրեմն անձամբ ուրեմն իմ համար շատ ուրեմն արգասիքներով լի, ուրեմն նորություններով լի, բնականաբար տարի էր, առատ բերք ստացա, ամենաառատ բերքը 81 թվականից հետո, նաև իրագործեցի խելացի կշեռք նախագիծը, արդեն ունեմ բազմաթիվ օգտվողներ և գնալով ուրեմն կշեռքի հնարավորությունները մեծացել են, արդեն ավելի կատարյալ է ինքը դարձվել նոր ուրեմն բաժանորդների համար, նաև հների մոտ էլ էլի այդ նույն կատարելագործությունները կավելացվի, ուրեմն բաց թողեցի խելացի կշեռք նախագիծը, որը մեղվապահային տեղեկությունները ուղարկում է Telegram-ով և GSM-ով, նաև տարին անակնկալ էր տզի մեծ առատությամբ, ընդհանուր ամբողջ Հայաստանում, նաև դա իմ մոտ էլ էր, այդ ուրեմն դա հետաքրքիր անակնկալ էր, որի դեմը կարողացանք առնենք և բարեբախտաբար ոչ մի կորուստ չունեցա, այսինքն մարտահրավերներով լի տարի էր 2025 թվականը, նաև բնականաբար այդ մարտահրավերներով լի տարի էր նաև մեր ժողովրդի համար, տարբեր ասպարեզներում, տարբեր բնագավառներում, այնպես որ առանձնապես ինչ-որ աչքի ընկնող շատ վատ բացասական բաներ ընդհանուր չի տեղի ունեցել, չհաշված ժողովրդի սոցիալական և հոգեբանական վիճակի մեջ էական փոփոխությունները, այսինքն ինչն եմ նկատի ունեմ շատ վատ բան, որ պատերազմ չի եղել, այսինքն ինչպես 23 թիվ, 22, 21, այս տարի մի փոքր այդ առումով լավ էր, բայց դա պատերազմ չլինելը չի նշանակում, որ դա խաղաղություն է, դա ոնց որ ասած փոթորկից առաջ տենց մի փոքր հանգստություն է, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք այդ պատերազմին, այլապես ոչ մի խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Նաև այս տարի բաց թողեցի իմ ուրեմն գրած երգը, որը գրել էի Ռուբեն Հաղվերդյանի սիրո երգի բառերի հիման վրա, բայց մեղուների հետ կապված, 22 թվին էլ մտահղացում է եկել, երգող չէի կարող գտնել, ես էի ուզում երգեի տրամադրություն չկար երգելու, պատերազմներ էր և այլն, երգը իհարկե իմ կանալում իմ ալիքում կա տեղադրված, շատերդ լսել եք, շատերդ էլի կարող եք լսել և ինքը իմ բարեկամի օգնությամբ, արհեստական բանականության գործիքներով շատ լավ հիթ ստացվեց, սենց կարամ ասեմ, մեղրաքամի և մեղվապահի հույզերի մասին առաջին հայկական հիթը։ Նաև ընթացքում գուցե ես էլ կամաց սովորում եմ երգել, մեր տանը ուրեմն բոլոր բացիցից մնացած 4 անդամները երաժիշտ են, բայց ընդեղ էլ երգիչ չկա, դրա համար պետքա սովորեմ երգել և եթե տրամադրություն լինի կերգենք, սենց ասեմ, ուրեմն նաև այդ բաց թողեց։ Հիմա 2026-ին ուրեմն սպասվող, այսինքն ինչ նորություններ կարող եմ ես ձեր համար ասել 2026-ին, նու ասեցի GSM կշեռք պատվիրատուների համար գինը կմնա նույնը, եթե այդ պատվերը կատարվի մինչև ապրիլի 1-ը, ապրիլի 1-ից հետո պատվերները 10, 20, 30, 40, 50%-ով կթանկանան, որովհետև ես ժամանակ չեմ ունենալու նստեմ կշեռք սարքեմ, պետքա պատրաստվեմ նորից գնամ դաշտ, նորից գնամ սարեր, ուրեմն և մեղրի գինը կաշխատեմ 99%, սենց ասեմ, 99% խոսք եմ տալի, որ չեմ թանկացնի, կմնա ձեր համար մատչելի 4000 դրամ գինը։ Իհարկե շատերի համար տարօրինակ, որոնք սենց կասկածանքով են մինչև հիմա վերաբերվում, բայց իմ և հին գնորդները և նոր գնորդների մի հսկայական մասը ուրեմն եվս մի անգամ համոզվեցին,
որ Մեղու ԱՄ-ը, այսինքն նրա ղեկավար Արամ Խերանյանը, այսինքն ձեր խոնարհ ծառա ես, արտադրում են գերբարձր որակի մեղվամթերքներ ալպիական բուսականության գոտու եւ դա երևում է իմ այս խոսքերի ուրեմն հաստատումը երևում է այն բոլոր մարդկանց արձագանքներից, որ ես ստանում եմ։ Ես իմ էջում ուրեմն գիտեք, հարգելի հայրենակիցներ, շոուներ չեմ շինում, չեն լցվում լիքը մարդիկ, sense ծանոթներ, մանետներ ու տակը մեկնաբանություններում գրում, որ հո հրաշքա բանը մի մասը իհարկե կան առանց իմ ասելու գրում են, այսինքն իրանք իրանց սրտի խոսքն են արտահայտում, բայց հատուկ տենց ուրեմն շոուներ չեմ շինում, որովհետև իրանց գոհունակությունը, իմ գնորդների գոհունակությունը ես տեսնում եմ իրանց հետ շփվելուց, իրանց զանգերով եմ նաև ստանում եւ այլ ուրեմն միջոցներով ես տեսնում եմ, որ 99%-ը գոհ են իմ ուրեմն ստեղծած արտադրանքից։ Այդ արտադրանքի որակը չի կարող ընկնել, միայն կարող է բարձրանալ եւ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր բարձր վստահության իմ նկատմամբ։ Գալիք տարում ձեզ մաղթում եմ ամենալավը առաջին հերթին առողջություն, թող երկար կյանք լինի ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին, բարեկեցություն, ամենայն բարիք իմ հայ ժողովրդին եւ Հայաստանի քաղաքացիներին։